Պարոն Աղազարյան, դուք միանշանակ խիզախ եւ համարձակ մարդ եք, ես ձեզ տենց եմ ճանաչում, բայց նաեւ պետք է ասեմ, որ միանշանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում միակը եւ միշտ առաջինը չեք եղել։ Եվ չեմ կարծում, որ դա է պատճառը, այսպես ասած, երբ որ դուք ասում եք վարչապետի իմ հանդեպ որոշակի վերաբերմունքի փոփոխություն եմ տեսել, երբ որ դուք ներքին քննարկումներում ինչ-որ բաներին դեմ եք արտահայտվել։ Բայց ես ձեզ կհուշեմ, ըստ իս գուցե եւ այդպես էլ եղել է, որ ինչ-որ վերաբերմունքի սառեցում եք տեսել, իսկ կարող է դա սկսել է օրինակ 2023 թվականի օգոստոսի 8-ից սկսած, երբ որ ինչ-որ մի պաշտոնյա Հայաստանի Հանրապետությունում, որը իրագործել է իր պաշտոնական գործառույթները, ենթադրենք ինչ-որ մարդուն զեկուցել է, որ Աղազարյան Հովիկը ոնց որ կաշառք է վերցրել։ Ես ձեզ հուշում եմ, մտածեք։ Հիմա տիկին գլխավոր դատախազ, ես ձեզ երկու հարց ունեմ, մեկը կտամ հիմա, մեկը ելույթիս վերջում։ Առաջի հարցս հետևյալն է։ Դուք երրորդ անգամ եք գալի նմանատիպ միջնորդությամբ։ Մինչ դա դուք եկել եք մեր գործընկերներ Սեյրան Օհանյան, Արմեն Չարչյան, եթե չեմ սխալվում, Արմեն Գևորգյան եւ այդ թվում կարող սխալվում եմ, խնդիրը այդ չի։ Երրորդ անգամն է, թե երկրորդ անգամ, կապ չունի, լավ։ Ինձ հետաքրքիր է, այդ միջնորդությունները, որոնք որ ազգային ժողովը բավարարել է, գնացել են որտեղ, ինչ վիճակում են, ինչ է տեղի ունենում այդ գործերի հետ, արդյոք մենք ունենք ավարտ, թե չունենք ավարտ, ինչ-որ արդեն, այսպես ասած, դատական վիճիր։ Նախ ուզում եմ ասել, որ իմ համար այս պրոցեսը բավականին տհաճ եւ անդուր պրոցես է ու զուտ մարդկային առումով ես չէի ուզենա, որ ընդհանրապես մենք նման խոսակցությունների մեջ հայտնվենք։ Հովիկ Աղազարյանի հետ մենք 6 տարի աշխատել ենք, իմ պատգամավոր լինելու առաջին օրվանից Հովիկ Աղազարյանի հետ կողք կողքի ենք նստել, բազում փորձությունների միջով ենք անցել, բազում դեպքերում պատասխանատվություն ենք միասին վերցրել, շատ դեպքերում ես եմ իրենից խորհուրդ հարցրել, շատ դեպքերում ինքն է ինձնից խորհուրդ հարցրել ու ես էլ պարոն Աղազարյանին միշտ համարել եմ ու համարում եմ ուղղախոս ու անկեղծ մարդ ու բաց մարդ, որովհետև ի տարբերություն մեզնից շատերի, պարոն Աղազարյանը մի հետաքրքիր բնավորության գիծ ունի, որ բոլորին պատասխանում է, նամակներին, զանգերին, մենք այդպես չենք անում, հատկապես երբ անծանոթ համարներից է ինչ-որ զանգեր գալիս ու փորձում է ամեն դեպքում ես այս 6 տարվա ընթացքում դրանում համոզվել եմ բոլորին օգտակար լինել, երևի հենց այդ վերաբերմունքի պատճառով է նաև երբեմն նման իրավիճակների մեջ հայտնվում։